Բարև ձեզ, ես Մարինե Դեյնյանն եմ, Ազգային օպերային թատրոնի ներկայացուցիչ։ Հուսով եմ մեր հանդիպումը հետաքրքիր կլինի այսօր։ Տիկին Դեյնյան, բարև ձեզ և բարի գալուստ։ Պատասխանեք խնդրեմ մեր բլից հարցաշարի հարցերին։ Ձեր ամենասիրելի գիրքը։ Կոբո Աբե, Ավազոտների կինը։ Ամենասիրելի ֆիլմը։ Հին օրերի երգը։ Կյանքի ամենավառ հիշողությունը։ Կարող են շատ տարբեր լինել, ես ասեմ շատ միգուցե ծիծաղելի կթվա, իմ մանկապարտեզի վերջին օրը, երբ որ ես վերջացրեցի եւ պայուսակը ձեռքս, ինքս որոշեցի, որ արդեն մեծ եմ, մենակ դուրս եկա եւ եկա գնացի իմ մամայի աշխատանքի վայր, որպեսզի իրեն վերցնեմ, այսինքն 6 տարեկան երեխա եմ եւ ինձ թվում է ես արդեն մեծ եմ, մանկապարտեզը վերջացրել եմ եւ պետք է դպրոց գնամ։ Արվեստի որ ստեղծագործությունն է թողել ամենամեծ տպավորությունը։ Մենք Լուվրում էինք Լեոնարդո դա Վինչիի ճեպանկարները, այսինքն այնքանով տպավորվեցի մեջ, որ դա ոչ թե ցուցադրելու համար էր, այլ արված էր իր համար եւ ինտիմ ինչ որ մի բան կար դրա մեջ, ու շատ տպավորված եմ։ Բնավորության ամենախանգարող հատկությունը։ Անմիջականությունը, պարզությունը եւ դյուրահավատությունը։ Ստեղծագործելու ամենամեծ խթանը։ Գնահատանքը, երբ որ գնահատում են արվեստագետները, այդպեսին են, նրանց պետք է գնահատեն, սիրեն, որպեսզի նրանք ունենան խթան աշխատելու։ Ինչն է ձեզ այսօր առավել անհանգստացնում։ Անզորություն եմ շատ հարցերում։ Ինչու է անհրաժեշտ երեխաներին հեքիաթներ կարդալ։ Երեխաները հենց իրենք արդեն հեքիաթ են։ Բոլորս էլ եղել ենք, չէ, այդ տարիքում եւ գիտենք, որ երեխաները մենք ինքներս էինք սիրում լսել հեքիաթ, եւ ի վերջո հեքիաթը դրա համար է երևի թե որպեսզի նրանք հասկանան, որ ի վերջո բարին հաղթում է չարին, որը եւ լավատեսության կարծես հիմքն է հետագայում ապրելու եւ գոյատևելու։ Որը կընտրեիք, ջուր թե ցամաք։ Ես ջուր շատ եմ սիրում, բայց հավանաբար ցամաք, քանի որ երկենցաղ չեմ։ Թագավոր թե ծաղրածու։ Բնականաբար թագավորն է, թագուհի։ Խնդրեմ շարունակեք միտքը։ Օպերային արվեստը դա Նա բավականին բարձրաշխարհիկ արվեստ է եղել եւ նախատեսված է եղել ի սկզբանե թագավորական պալատների եւ իշխանների համար։ Ժամանակի ընթացքում մեծ փոփոխությունների ենթարկվել, սկզբնական շրջանում օպերա ասած այդպիսին հասկացողությունը այնքան էր, որ երգիչը կանգնում էր եւ վիրտուոզ երգեցողություն էր ցուցադրում ընդամենը։ Հետագայում մտավ նաեւ թատրոն նկարչություն, երաժշտություն, վոկալ, խորեոգրաֆիա եւ այլն, այդ բոլորը համալրեցին եւ դարձավ այն ինչ որ այսօր մենք ունենք։ Իսկ ինչպես եկավ ժողովրդին հասավ, կոնկրետ Վերդիի օրինակով ասեմ, որ նա ժողովրդական երգերը վերցնում էր, հավաքում էր եւ ընդգրկում էր իր օպերային ստեղծագործություններում եւ մի դեպք պատմեմ, երբ որ ինքը գրել էր Ռիգոլետոն, դեռ ոչ ոք չգիտեր այդ ստեղծագործության մասին, նույնիսկ չէր էլ կատարվել եւ մի անգամ Վենետիկում նավավարը երգում է La donna è mobile, այդ արիան նա զարմանում է մեղեդին է սուլում ուղակի, զարմանում է թե որտեղից գիտի այդ երաժշտությունը, այսինքն այնքան մատչելի ու հասանելի էր երաժշտությունը Վերդիի ստեղծած, որ այսինքն այդպես կամած կարծես ժողովրդականություն ստացավ օպերային արվեստը։ Սա բավականին թանկ արվեստ է, շռայլություն է դա ժողովրդի համար եւ ընդհանրապես պետության համար եւ կարելի է, եթե ասում են ունի օպերային թատրոն, կարելի է ներկայանալ եւ դուրս գալ այդ նույն թատրոնով Եվրոպա, քանի որ սա երաժշտական լեզու է, սահմաններ չի ճանաչում երաժշտությունը, չէ՞։ Շատ հետաքրքիր եմ եկել ես այս մասնագիտությանը, ասեմ, որ երբևէ չեմ մտածել, որ կդառնամ օպերային երգչուհի, ես ինքս երգում էի, էստրադային ժանրում էի երգում, իմ եղբոր ընկերները ունեին խումբ էստրադային, որտեղ ես երգում էի իրենց
հետ, ես ասեմ, որ իմ վերջին զանգի ամբողջ երեկոն անցկացրել եմ ես այդ խմբի հետ, եւ այսպես հանրահայտ արդեն աղջիկ էի 17 տարեկան, այդ մեր շրջապատում եւ այլն, բայց երբևէ չեմ մտածել, որ պետք է շարունակեմ օպերային ժանրով։ Ավելի շատ մենք լսում էինք ռադիոյով, իհարկե շատ էինք լսում ցենզուրակար, որից ավել կամ պակաս, ավել կարելի էր, բայց պակաս ցածր ավելի մակարդակի երաժշտություն հնարավոր չէր, որ հնչեր եւ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով։ Ես սիրում էի, ես կրկնօրինակում էի եւ մենք մի բարեկամուհի ունեինք, որը ամեն առիթի ժամանակ ինքը երգում էր այդ վոկալով, ինչ որ դրված ձայնով։ Ես միշտ այնց աչքերս բացած լսում էի, թե այս որտեղից է այս ձայնը գալիս, այսինքն ոնց որ միկրոֆոնից, ինձ այնքան հետաքրքրում դուրս գալիս էր, ես իրոք իրեն կրկնօրինակում եմ, հետո ես այնց հատկություն ունեմ, երբ որ լավ բան եմ տեսնում, ես երբևէ նախանձություն չունեմ իմ մեջ եւ ավելի շատ իմ մոտ փորձեմ ես էլ հասնել ունենալ այն ինչ որ ունի իմ ընկերը կամ ընկերուհին, ես ուզում եմ բժշկուհի դառնալ։ Այդպես ստացվեց, որ շատ պատահական որ եղբայրս ինձ զանգվեց, ասեց մեր տանը մի հետաքրքիր մարդ է եկել, ուզեմ որ գաս, որպեսզի ինքը քեզ լսի։ Լսեց, ասեց ես քեզ կարող եմ օգնել եւ ինձ տարավ Ազատ Շերենցի տուն, որի կինը Քնարիկ Վագանովնան արդեն ժամանակին աշխատել էր Ռոմանոս Մելեքյանի երաժշտական ուսումնարանում, որպես մասնագետ, ասեց ուզում եմ լսեք այս աղջկան։ Երկեցի այն ինչ որ գիտեի, կռունկ երկեցի, ինքը շատ այդպես հիացած եւ ես առանց պատրաստվելու վերջի օրը տանում եմ, հանձնում եմ փաստաթղթերս, համ պատրաստի գնում եմ քննության։ Խոսքով մտնում եմ քննության, զարմացած նայեցին, ասեցի, դե ես եմ ինձ նվագակցելու։ Իրենց այդ անմիջականությունը իմ ժպիտ առաջացրեց իրենց մոտ, ես շատ վստահ որ տենց պիտի լինի, այդպես պիտի լինի, պիտի գնամ ես նստեմ եւ ես լսողությամբ նվագում եմ Դեղնած դաշտերին իջել է Աշուն, Անտառը կրկին ներկել են Ախշուն, հաջորդը երգում եմ Կանաչյանի օրորը, այդպես եւ այլն։ Մի բան էլ արտասանի եւ 4 եմ ստանում։ Օպերային թատրոն ընդունվելն էլ այն ժամանակ բավականին բարդ էր։ Օրինակ ինձ համար ես ասենք կիլոմետրով շրջանցում էի օպերային թատրոնը, որտեղ ինձ համար այնտեղ աշխատում էին ովքեր՝ Գոհար Գասպարյան, Գոհար Գալաչյան, Միհրան Երկաթ, Արշավիր Կարապետյան, այսինքն մարդիկ էին, որոնք մեզ համար դրանք լեգենդներ էին։ Այսինքն մենք որ տեսնում էինք իրենց, մենք այսպես միանգամից ձգվում էինք, որտեղ իրանց հեռուստատեսությամբ էին միայն տեսնում, ամեն մարդ չէր կարող այսօրվա պես հեռուստատեսության մեջ հայտնվեր։ Օպերային երգիչը կամ երգչուհին պետք է լիարժեք տիրապետի եւ դերասանությանը, եւ վոկալին, ձայնատարությանը, այսինքն, եւ լինի գրագետ եւ զարգացած։ Իդեպ ասեմ, որ կոնսերվատորիայում ուսումնառության տարիներին մեր ժամանակ մենք անցնում ենք դերասանի վարպետություն, խոսքի կուլտուրա, պար, միշտ ինձ այդ հարցը տալիս են ինչի օպերային երգչուհիները բոլորը լիքն են։ Հիմա փոխվել է ամբողջ պահանջը, ցանկանում են տեսնել բեմի վրա վազող, քայլող, շարժվող, այսինքն դուք պատկերացնեք դուք ինչպես պետք է տիրապետեք վոկալին, որպեսզի կարողանա համատեղել վազքը, քայլը, չգիտեմ, երաժշտական տեքստը, վոկալ, մտածես ինչից, որը շունչ, չգիտեմ ինչ եւ այլն, ինչքան պետք է դու կազմակերպված մտածելակերպ ունենաս, որ այդ բոլորը կարողանաս բեմի վրա իրականացնես։ Իսկ գրին նախապատրաստվելը դա բավականին լուրջ process է։ Քանի որ մենք հիմնականում երգում ենք տարբեր լեզուներով, հա, այստեղ իհարկե հիմնականում իտալերեն, իհարկե Կարմեն էլ գնաց ֆրանսերեն, պարտավոր ենք թարգմանել։ Մենք բոլորս գիտենք, հատկապես վերջերս շատ են խոսում խոսքի էներգիայի մասին, այսինքն եթե դու գիտես խոսքի իմաստը, դու ճիշտ էներգիայով ես ուղարկում եւ ճիշտ ազդեցություն այնպես չհասկացող մարդուն նույնիսկ դու կարող ես հասկացնել էմոցիոնալ բաղադրիչը։ Հետո գալիս է ռեժիսորի հետ աշխատանքը, հատկապես վերջերս մենք հետաքրքիր նախադեպ ունեցանք, մեր ռեժիսորը Իտալիայից էր, Այդայի բեմադրության, եւ նա խոսում էր իտալերեն, ու շատ հետաքրքիր որ ինքը եւ տեքստային առումով էր շտկում։ Մենք Այդայի բեմադրության ժամանակ շատ հետաքրքիր ժամանակ ենք ունեցել, չգիտեմ, մի ուրիշ մոտեցում էր, մի ուրիշ մթնոլորտ էր, ես չեմ ասում դրսից էր եկել ինչ որ մեզ ցուցադրելու կարիք ունենք։ Իհարկե բնականաբար ամեն երգիչ եթե կամ արվեստի մարդ եթե բեմ է դուրս գալիս, ինքը առաջնահերթ մտածում է իրեն ցուցադրելու, գնահատվելու եւ չէ այս կապը պիտի լինի, չէ։ Դերասան թե երգիչ թե ինչ պետք է անպայման այս ցիրկուլյացիան լինի, տալ, վերցնել։
Առանց դրա անհնար է։ Նախ շատ գնահատված էինք իր կողմից։ Ինքը զարմացած էր, որ այս փոքր երկրում մենք դրսում այդա ենք փնտրում, մեկ այդա չենք գտնում։ Մենք այստեղ 4 այդա ունենք եւ 5 ամներիս, որը այս փոքր երկրի համար ու իրոք երեխեք պետք շատ լավ ձայներ ունենք։ Չգիտեմ, մեր բնությունը ես միշտ իզուր չէ, որ ասում մենք ունեցել ենք ձենովոհան, միգուցե դա է պատճառը, չէ՞, մեր այսօրվա մեր ձայնային տվյալների։ Անհրաժեշտ է տարբերակել օպերային ռեժիսորին, թատերական ռեժիսորից նրանք տարբեր բաներ են։ Կա հատուկ ուսուցում օպերային ռեժիսուրայի, քանի որ այստեղ անհրաժեշտ է իմանալ փայլուն երաժշտություն։ Պետք է իմանաս օպերաները անգիր, ինչի մասին է, այն նույն կերպարի բացահայտումը, այդ նույն կերպարի վերլուծությունը ռեժիսորը պետք է ինքը իմանա եւ կարողանա տարբեր է, այսինքն թատրոնում, երբ որ մեր թատրոններում հայերեն բեմադրությունը, այսինքն քիչ թե շատ դու հասկանում ես եւ կարողանում ես էլեմենտար, եթե չիմանաս էլ բառից ելնելով կամ տեքստից այդ պահին ինչ որ քո, ասես սա իմ ինտերպրետացիան է, իսկ օպերային ժանրում դա չի անցնում։ Տեսողականը շատ մեծ նշանակություն ունի առաջին հայացքից, երբ որ բարակույրները բացվում են, երբ որ հանդիսատեսը նստած է, առաջին տպավորությունը դա ասեմ մնում է մինչև վերջ։ Ես կարծում եմ բոլոր ժանրերին է դա վերաբերվում, առաջի տպավորությունը ինչ որ ստացակ, թեկուզ մարդ հարաբերության մեջ դա ֆիքսվում է ու մնում է մինչև վերջ։ Ինտրիգների հետ կապված ոչ թե քիչ, այլ դա ուղղակի նորմալ երևույթ է եւ համընթաց քայլում է օպերային եւ ոչ միայն օպերային, այլ արվեստի հետ։ Նախանձ ասեմ, բարի նախանձ, այդպեսի հասկացողություն, նախանձ է, բարին որն է նախանձը, եթե դու նախանձում ես մարդուն, այդպեսի հասկացողություն չկա։ Չեմ ուզում ինձ ասել, բայց ես նախանձելու հատկություն չունեմ, իմ մոտ առողջ մրցակցություն է, ես երբևէ չեմ թերագնահատում իմ ընկերուհիներին, միշտ փորձում եմ հակառակը գերագնահատել իրենց, բնականաբար դու ավելի շատ ես աշխատում, որովհետև ուզում ես հասնել գուցե նաև ինչու՞ չէ, նաև անցնել, երբեք ոչ մեկին փորձել ինչ-որ մի բանում մեղադրել, եթե դու ինչ-որ մի բանի չհասար կամ չունեցար։ Դա միայն քո խնդիրն է։ Ես ուրեմն գիրք կարդացի Վերդիի կենսագրականներ, բայց զուգահեռներ էր անցկացվում Վագների հետ, որոնք համատարեկիցներ են, այս տարի նրանց գիտեք 2-ին էլ 200-ամյակն է։ Վերդին լինելով այդքան ճանաչված, արդեն հաստատված, քանի որ Վագները նոր բաներ էր, հա, առաջ քաշում տեսակ երաժշտական, մի տեսակ ուրիշ աժիոտաժ էր առաջացրել իր շուրջ եւ այսպեսի դրվագ էր նկարագրված գրքում, որ Վենետիկում դիմակահանդեսի ժամանակ հնչում է Այդային մարշ։ Վագները կանգնած խոսում է այսպես իր շրջապատված երիտասարդներով, իր երկրպագուներով։ Վերդին նայում է, տեսնում է, որ ուշադրություն չի դարձնում կամ ինչ-որ ժեստ է անում, որ իրեն թվում է, որ դա վերաբերվում էր իր գրած քայլերքին։ Նա շատ վիրավորված, այսպես կոտրված գնում է անմիջապես տուն, այդ ընթացքում ինքը գրում էր Օթելլոն։ Եվ վերցնում է նոտաները լցնում է այրելու, որ ինքը մտածում է, որ ինքը ոչինչ չարժիկ, նույնիսկ այս մարդիկ, որոնք դարերով եկած, հասած ու դեռ պիտի գնան, այսինքն գանձեր են, էլի ունեցել են ինչ-որտեղ անինքնավստահություն, դա նախանձ չէ։ Վերջում ինքը ուզում է ծանոթանա Վագների հետ, բայց ցավոք չի հասցնում։ Молчи, мне
Я диких песен не люблю. Не любишь мне какое дело? Я песню для тебя пою. Свежие весны, жаждали днев дня. Как он помнит, как он смел, как он любит меня. Ալեկոն շատ հետաքրքիր էլի բեմադրություն է, մեկ Ռախմանինովի ստեղծագործություններից է երևի գիտեք։ Ուրեմն տեսարան կա, որտեղ արդեն վերջում Զենֆիրան մահանում է, երիտասարդ գնչուին սպանում են, Զենֆիրային սպանում է նույնպես իր ամուսինը։ Փորձի ժամանակ բնականաբար մենք հագնում ենք երկար փեշեր եւ այլն, սովորական, այսինքն ոչ բեմական հագուստով, ու ես տակից տաբատ եմ բնականաբար հագել, վրայից այդ փեշն եմ հագել, ուրեմն պետք է գան, վերջում արդեն այդ թաղման արարողությունն է, որ պիտի վերցնեն Զենֆիրային, երկու հոգի թե ուսերից, այս թևատակերից, երկու հոգի ոտքերից ու տանեն, որ հասցնեն, այդ շատ մեծ արագությամբ պիտի տանեն, որպեսզի երաշտությունը գնում է, հասցնեն այս դնում են այս պատգարակների վրա ու բարձրացնում են, այդպես է երևում, իբր պիտի հասցնեն տանեն։ Փորձի ժամանակ այս փոխվեցին այս ոտքերից կողմի տղաները։ Մեկը գիտեր, որ այս կողմ պետք է վազի, մյուսը գիտեր, որ այն կողմ պիտի վազի։ Ու շատ ծիծաղելի էր, որ ինձ բարձրացրեցին ու ամեն մեկը մի կողմ վազեր։ Ես ոչ մի նորարարության իհարկե դեմ չեմ, այնտեղ դա նորմալ է համարվում, որովհետև մրցակցությունը շատ մեծ է։ Ասենք, եթե խոսում ենք մենք Եվրոպայի մասին, Ֆրանսիայից Գերմանիա գնալը ընդհանրապես կարող է 4-5 ժամվա ճանապարհ լինի ու դժվար չի գնալ ներկայացում նայել, հատկապես եթե դու սիրում ես այդ արվեստը։ Մի քիչ եթե հիմա հետ կամ մեզ մոտ փակ է, մենք չենք կարող շատ նորարարություններ անել, որովհետև մենք մի քիչ պահպանողական ազգ ենք, մեր տեսակով, որ ասում մենք հայ ենք, մենք այսպես պետք է լինենք, այսինքն մենք չենք նայում մենք որպես մեզ մարդ, այլ նայում ենք որպես հայ մարդ։ Բնականաբար նորարարությունները կարող են մեզ մոտ լուրջ ստրեսի ենթարկել ժողովրդին։ Մենք ունեցել ենք բեմադրություն Դոն Ժուան, որը վրացի աղջիկ էր, որը ապրում էր Նյու Յորքում, շատ հետաքրքիր ինքը լուծում էր տվել այդ ներկայացմանը Դոն Օտավիոյին, հերոսին, որին ինքը հագցրեց պոզեր։ Մեր երգիչներից մեկը կատեգորիկ ասեց, ես չեմ հագնի այդ պոզերը, այսինքն դա իր մեկնաբանությունն էր, ռեժիսորի մտահղացումը լրիվ ուրիշ էր։ Ես, այսինքն Դոն Աննան վազում էր Դոն Ժուանի հետևից, ասում էր դու չես փախնի, այսինքն իր ենթատեքստում, որ ես քեզ սիրում եմ արդեն, դու չես փախնի, միևնույն է, կարճում է թևից, ինքը արդեն դավաճանել էր Դոն Ժուանի հետ Դոն Օտավիոյին, դրա համար Դոն Օտավիոն պոզերով էր հանդես գալիս սկզբից մինչև վերջ։ Այսինքն այս փոքր դրվագը առաջին իսկ պահից փոխում է ամբողջ սյուժեի գիծը։ Ուզում եմ ասել, նորարարություն էր, բայց չընդունվեց նույնիսկ երգչի կողմից, որ պետք է հագնի այդ բաները։ Ես երբ որ հրավիրված էի Մենշենգլադբախ, Ռիգոլետո օպերան պիտի նախորդ օրը գնում էր Ռիգո, հաջորդ օրը Տրավիատան,
Ասեմ, որ բեմ դուրս եկան լրիվ մերկ պարուհիներ, ես իհարկե շոկի մեջ էի, այսինքն մեզ համար դա լրիվ աննորմալ էր դա, ինձ համար համենայն, իրանք նորմալ նայում էին, որովհետև իրենց համար միգուցե դա սովորական էր, չգիտեմ, ամեն ինչ անում են, որպեսզի հետաքրքրությունը ժողովրդի իրենց թատրոնի կողմը գրավեն, որովհետև ալտերնատիվան շատ է, ձեր թատրոն չեն գամ, մյուսը կգնանք, որտեղ դեռ ավելի հետաքրքիր ներկայացում է ինձ համար։ Դրա համար այնտեղ նորարարությունները կարծես արդարացվում են, մեզ մոտ չի ընդունվում։ Սահմանափակումները ենթադրում այս մասնագիտությունը։ Շնորհակալություն։ Սահմանափակումները չափազանց շատ են, քանի որ երգիչը, այսինքն եթե մենք ընտրում ենք այս մասնագիտությունը, մենք փորձում ենք մեզ վերածել գործիքի, որը պիտի երաժշտություն վերարտադրի իր միջով։ Այսինքն սահմանափակումները այստեղ ժամանակին քնելու, Facebook-ներ չմտնելու մինչև գիշերը ժամը 4-ը, նորմալ սնվելու, չմրսելու, նույնիսկ եթե ասենք թվում է թվացյալ տաք եղանակ է, բայց միշտ պետք է քեզ հետ ունենաս համապատասխան հագուստ, որպեսզի կարողանաս ամեն պահ, թեկուզ ամառվա ամենաշոգ պահին, որտեղ քամի է, ծածկվես։ Սահմանափակումները հիմնականում դրանք են, որպեսզի դու ֆիզիկապես լինես առողջ։ Հունգարիայում երգչուհին բեմես դիրքով էր ինքը գլուխը ներքև երգեց ամբողջ մի արիա, այսինքն փոխվել են պահանջները եւ երգելու ընթացքում բնականաբար ֆիզիկական լուրջ նախապատրաստվածություն է ձևավորվում, ֆիզիկապես դու պետք է աշխատացնես ամբողջ մարմնիդ մկանները, ամբողջ սկսած պրեսից վերջացրած չգիտեմ ինչ, չէ որ սա էլ է մկան, սա էլ է արդեն ժամանակի ընթացքում զարգանում եւ ասենք դու առաջ կարող էիր այդ կոկորտով էստրադային երգել, հիմա չես կարող, որտեղ ինքը լրիվ ուրիշ տեղ է ձևավորվում։ Իսկ մտավորը անհրաժեշտ է, երեխեք ջան։ Եթե երգիչը դուրս է գալիս բեմ, արդեն տեսնում ես ինչ աստիճ, ինչքան է լցված ինքը բաժակը, ինչ որտեղ է, ստեղ է, թե ստեղ է, թե ստեղ է։ Անմիջապես երբ բերանը բաց է անում, արդեն պարզ է ում հետ գործ ունես, ինչքան կարող է քեզ վերցնի եւ ինչքան կարող ես դու իրեն հավատալ։ Ինչպեսին պետք է լինի օպերայի ներկայացումը ժամանակակից երիտասարդներին հետաքրքրելու համար։ Շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ հատուկ պետք է ներկայացում արվի ժամանակակից երիտասարդին գրավելու համար, քանի որ երիտասարդը գալիս է, իսկ մենք այսօր օպերային թատրոնի այցելուների կարող եմ ասել 70%-ը երիտասարդներ են, նրանք կարիք չունեն տեսնելու ժամանակակից կարճ փեշերով կամ ինչ ներկայացումներ, քանի որ իրենց համար եւ միգուցե ավելի հետաքրքիր է վերադառնալ անցյալ, տեսնել այդ ժամանակաշրջանը եւ ինչպես է եղել եւ ինչ հարաբերություններ են եղել եւ ինչպեսի կարծում եմ ինչ որ առանձնակի ոչինչ հարկավոր չի անել, ուղղակի պետք է երիտասարդը նախապատրաստված լինի գա թատրոն։ Ինչպես եք վերաբերվում ռոք օպերային որպես ժանր ու ընդհանրապես ինչպես եք վերաբերվում ռոքի եւ պոպին իրար հետ համագործակցությանը։ Ես շատ դրական եմ վերաբերվում ռոք օպերային, առաջին ռոք օպերան, որ գրվել էր, ես ինչքան հիշում եմ 1970-ական թվականներին Jesus Christ օպերան էր, բաբինաներով այն ժամանակ մագնիտոֆոններ էին, որոնցով ես ամբողջ օրը լսում էի, շատ էի սիրում, նույնիսկ չիմանալով թե ես ինչ եմ լսում։ Ու հետո հիմա որ հետ եմ նայում, ես բազմում շատ սիրել եմ ռոք, ես լսում էի Սյուզի Քուատրո, ես լսում էի Ես հիմա էլ եմ սիրում շատ տարբեր ժանրերի երաժշտություններ եւ շատ դրական եւ շատ հաճույքով եմ լսում համատեղ ելույթները, նույն Sting-ի Pavarotti, նույն Freddie Mercury, Montserrat Caballé Ես չգիտեմ ինչ է կատարվում այդ պահին, որ երկու, երբ որ մեգաաստղեր միանում են, դա դառնում է մի հրավառություն։ Ես շատ լավ եմ դրան նայում։ Մենք այստեղ էլ անկեղծ ասած մի անգամ ունեցանք նման պրոյեկտ հեռուստատեսության եւ ռադիոյի 85 եւ 55-ամյակին նվիրված համերգ էր կազմակերպված եւ օպերային երգիչները միացան մեր այստեղի էստրադային երգիչների հետ եւ համատեղ հետաքրքիր համարներ մենք ունեցանք ու իրոք մեծ բավականություն ստացա։ Համենայն դեպս ինչ որտեղ PR էր։ Շնորհակալություն շարժելի եւ հետաքրքիր զրույցի համար։
շատ շնորհակալություն իմ այստեղ ներկա գտնվելու համար, շատ հաճելի հանդիպում էր ինձ համար եւ հուսով եմ արդյունավետ երիտասարդության համար։ Շնորհակալություն։